Սա լավ մամայի օրագիրքն է, որը մենք ստեղծել ենք մայրերի համար։ Եկեք ցույց տամ, թե ինչպես կարելի է այն օգտագործել։ Ահա, շաբաթվա պլանավորման էջը։ Այստեղ կարող ենք գրել հիմնական գործերը կամ հանդիպումները, պլանավորել շաբաթվա մենյուն եւ գնումների ցուցակը։ Հաջորդը՝ օրվա պլանը։ Այստեղ կարող ենք գրել 2-3 հիմնական առաջադրանք եւ մի քանի երկրորդական։ Այստեղ նշում ենք ինչ ենք պատրաստելու ընթրիքին, իսկ այստեղ ինչ է պետք գնել։ Այս հատվածում պլանավորում ենք մեր օրը։ Իսկ սա իմ ամենասիրելի մասն է, օրվա չեքլիստը, որը օգնում է հիշել, թե որքան բան եք հասցրել անել այսօր։ Շաբաթվա վերջում փոքրիկ վերլուծություն, բայց ոչ թե ինչ հասցրեցիր, այլ ավելի շատ ոնց ես քեզ զգացել, ինչն է եղել բարդ կամ հաճելի։ Եվ նաև կան ինքս ինձ հետ էջերը։ Այստեղ կարող ես կանգ առնել եւ պարզապես լինել քեզ հետ, պատասխանել հարցերի, պահել հիշողություններ կամ ուղղակի մի փոքր շունչ քաշել։ Անկեղծ ասած, կարելի է սկսել լրացնել նույնիսկ մեջտեղից։ Կարելի է մի շաբաթ բաց թողնել եւ հետո վերադառնալ առանց մեղքի զգացման։ Սա համակարգ չէ, որը պետք է իդեալական վարել։ Սա տարածք է, որը հարմարվում է քեզ։ Օրագիրը արդեն հասանելի է Թումանյան Նոթբուքսի կայքում։